Բացարկները, որովհետև կարծես թե այդպիսի նախադեպ չի եղել մինչև հիմա։ Ինչ սցենար ունեք, ինչու է մեր գաղտնի պլանի մասերից է։ Հնարավոր է, որ այսպիսի սցենար կա, որ ինչ-որ պահի մանդատները վայր դնեք, ձեզ համար կանխատեսելի լինի նրանից հետո եկող թեկնածուները։ Դա գաղտնի պլանի մաս է։ Անվստահելի թիմակիցներ։ Բոլորը մեր թիմակիցներն են եւ մնում են մեր թիմակիցները։ Բոլորը դիմացել են այդ բռնաճնշումներին, իրենք չեն կարող լինել անվստահելի։ Բայց դա մեր քաղաքական մարտավարությունն է։ Գուցե քրեական վարորդության մեջ նշել եք, որ այս անձանց ինքնաբացարկը պայմանավորված էր, որպեսզի նրանք պաշտպանեք նրանց հնարավոր իշխանական ճնշումների մասին է խոսքը կհստակեցնեք։ Ամենօրյա բռնաճնշումների։ Այս անձինք այսքան էլ հանրային ճանաչելիություն չունեն, ինչ ճնշումների մասին է խոսքը, այսինքն քրեական հետապնդումներ եւ այլն։ 700 մարդ ձերբակալել են, դրանցից երևի հանրային ճանաչելիություն ունենային մի 5 մարդ։ Բայց ակնհայտ է ձերբակալեին դրա համար զանգվածային դուրս եկան ցուցակներից, այսինքն ոչ թե ձերբակալեն, տարբեր տեսակի բռնաճնշումներ են։ Բայց ակնհայտ է, որ Նախին պաշտոնի համար արդեն թեկնածուներ ունեք, Արմ Բարթևանյանի մասին են խոսում, Էդգար Ղազարյանի, կա արդեն թեկնածու։ Մենք դեռ այդ հարցը չենք քննարկել, շատ շուտ քննարկել ենք։ Ներողություն, Նարեկ Կարապետյանի քրեական վարույթը, որ երեք արդեն հայտնի դարձավ, ինչին է վերաբերում, գիտենք, որ երկու հատ կա, մեկը այլ երկրի անձնագիր ունենալը թաքցնելը, կարծեմ մի հատ էլ կա բանակից խուսափելու, սա ինչ վարույթ է։ Հերթական ապօրինի վարույթ։ Ինչին է վերաբերում, ենթադրյալ Այդքան վարույթ են հարուցում, մենք գիտենք ինչի են հարուցում։ Բացառենք, որ Նարեկ Կարապետյանին ձերբակալ են, որոշեն մեղադրանք առաջադրել։ Վարույթ են հարուցել, երևի եթե ուզեն մեղադրանք առաջադրել։ Սուրեն Պապիկյանը հարցադրում էր արել եւ իշխանության տարբեր ներկայացուցիչներ ասում են ինչու Սամվել Կարապետյանի տղաները, եղբոր տղաները չեն ծառայել բանակում, դուք ունեք պատասխան բան։ Իհարկե ունեմ, ես ասել եմ իմ տղաները, իմ եղբոր տղաները մի 100,000 անգամ ավելի շատ բան են արել Հայաստանի բանակի համար, քան Սուրեն Պապիկյանը 5000 տարի ապրելուց հետո։ Դրա համար թող ինքը իր մասին մտածի, կյանքն էլ ցույց կտա, ով մասին պետք է մտածի։ Կներեք, բայց պարտադիր զինվորական ծառայությունը, որը Հայաստանի Հանրապետության օրենքով է, նախատեսված եւ եթե չկան ինչ-որ խոչընդոտներ։ Դուք գիտեք, որ բոլորն էլ հարգելի պատճառներ ունեն, դրա համար էլ չեն ծառայել։ Ոչ մեկը անհարգելի պատճառով չի եղել։ Ինչ գիտությամբ են զբաղվել, հա։ Գիտնականներ են։ Նարեկ ուսումնասիրի, լրագրող ես։ Դե ուսումնասիրելու բաններ նաև հարց տալն է եւ պատասխան ստանալը։ Հարց տալը դու գնա իրենց տու, որովհետեւ իրենք լավ գիտեն։ Հիմա ես ինչ էլ ասեմ, կլինի կողմնակալ պատասխան։ Դրա համար ես ասեցի Սուրեն Պապիկյանը սկի չի երազի։ Ինչքան բան են այդ տղաները արել Հայաստանի բանակի համար։ Ինչ են արել, գաղտնի պլանից կասեք։ Չի կարելի, Նարեկ, այդ հարցին չի կարելի։ Պարոն Կարապետյան, գաղտնի պլանից հարցնեմ, էլի դուք երբ եք նախատեսում դա իրագործել։ Շապելի արդյունքներ չի ձեռք բերել Փաշինյանը։ Ինչը։ Մամուլը գրում էր, որ Միշուսնի հետ հանդիպման ժամանակ արտահանման հարցում հաջողություն չի գրանցել Փաշինյանը, այսինքն հակադարձեց կնդում առանց մանրամասներ բացատրել։ Ինչ է կասում, եթե կան պայմանավորվածություն, ինչի չի հանրայնացվում։ Ճիշտ ասած ես չգիտեմ, կա թե չկա։ Դրա համար հիմա ամեն օր մենք կզգանք, կա թե չկա։ Այսօր ես լսեցի, որ հերթական 3 միլիարդն են մսխում այդ հարցերը լուծելու համար։ Եթե լիներ պայմանավորվածություն, ինձ թվում է իրենք այդքան գումար չէին ծախսի աննպատակ։ Պարոն Կարապետյան, գաղտնի պլանի համար ինչ նախադրյալներ են պետք, որ դուք իրագործեք։ Տեսեք, ուզեմ սրա մասին խոսել։ Մեր գաղտնի պլաները երկար պլաներ են, քայլ-քայլ գնում ենք մեր գաղտնի պլաներով, քայլ-քայլ ձեզ ցույց ենք տալիս։ Հնարավոր է, որ սպասում ձեզ համար հարմար առիթ է Ռուսաստանի պատժամիջոցների խստացումը, որ սոցիալական բունտ լինի, ի՞նչն է ձեր հույսը։ Ի վերջո նախկինում էլ Ես արդեն հայտարարել եմ, որ ես դեմ եմ այդ պատժամիջոցներին ու իրոք անկեղծ եմ դեմ, դրա համար մեկ օր շուտ կանգնեցնելը դա շատ կարևոր է մեր երկրի համար ու մեր ժողովրդի համար։ Պարոն Կարապետյան, ՀԱԿ գլխավոր քարտուղարը պարզվում է պատրաստ է օգնել Նիկոլ Փաշինյանին, պայքարել եկեղեցու դեմ, նաև ձեր աջակիցների դեմ, ինչպես բացահայտել էին ռուս ֆրանկերները։ Ինչ կարծիք ունեք դուք այս հարցի վերաբերյալ, արդյոք սա Ես կարծիք ունեմ, որ իրենք արդեն
1 տարի օգնում են Փաշինյանին պայքարելու թե եկեղեցու դեմ, թե մեր դեմ, եւ նա փորձում է ամեն օր պայքարի։ Դուք թիմ ընտրություններին մասնակցելու պլաններ ունեք։ Հիմա իշխանությունը քննարկեց եւ ընդունեց օրենք, որ այն ուժերը, որոնք կոռուպցիայի մեջ են հատախված եղել, չկարողանան քաղաքական գործընթացներին մասնակցել։ Մտավախություն չունեք, որ դա կտարածվի ուժեղ Հայաստանի վրա, պարոն Կարապետյան, եւ ինչպես եք դրա դեմ պայքարում։ Ուժեղ Հայաստանը, ես ասել եմ, չկա մեկ դեպք, չկա նարեկ, մեկ դեպք։ Դա իրենք ինչ արել են, այդ զայնագրություններով շեղեցին մեր վրա, բայց սահմանադրական դատարանն էլ ցույց տվեց, որ այդպիսի բան չի եղել մեր ուժի կողմից, դրա համար դուք ուսումնասիրեք, այսինքն իրենք ամեն ինչ անում են ապօրինություններ, հետո մի քայլով շեղում են դա, այդ զայնագրությունները այդ շեղելն էր, որ իրենք իրենց արածները միլիարդ դոլարների հասնող ընտրակաշառքները շեղեցին մի քանի զայնագրություններով։